Վարչապետ պարբերաբար ահազանգ ենք ստանում դատական դեպարտամենտի աշխատակիցներից, որ կառավարությունը խտրական քաղաքականություն է վարում, նրանք մասնավորապես ասում են, որ պետական ապարատում տրվող պարգևավճարները չեն հասնում մոտ 2500 աշխատողների եւ ուզում են հասկանալ ինչ մեխանիզմով է տրվում պարգևավճարը, ընդգծում են, որ օրինակ սոցիալ նախարարության կամ ֆինանսների նախարարության ազգային ժողովի նախագահականի համարժեք հաստիքի աշխատողները եւ բարձր աշխատավարձ են ստանում եւ պարգևավճար, իսկ իրենց չի հասնում, նաեւ մեր տեղեկություններով Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ձեզ ցածր աշխատավարձ ստանալու եւ պարգևավճար չստանալու մասով նամակ էր գրել, դուք տեղյակ եք, որ այդ քաղաքականությամբ խնդիր է առաջացել այդ ընտրովի քաղաքականությամբ համակարգում, որ չեն ստանում պարգևավճար։ Դեք դատական համակարգը անկախ համակարգ է եւ այդ համակարգը, որը մենք դրել ենք, կոչվում է արդյունքի վրա հիմնված գնահատման համակարգ։ Եվ մեծ համար հիմա նաեւ քաղաքական արգելք կա, թե մենք ոնց առնչվենք այդ թեմաների հետ, ամեն դեպս դատական իշխանությունը եթե հարց ունի կառավարության հետ, իրենք կարող են դիմել, մենք կքննարկենք։ Չի բացառվում, որ դրել են, եթե գրել են, ուրեմն կքննարկենք։